Եթե խաղաղության համաձայնագրի ճակատագիրը կարող է կախված լինել մեկ անձի վերընտրվելուց կամ չվերընտրելուց, ապա դա նշանակում է, որ խաղաղությունը ինստիտուցիոնալ չէ, այլ անձնավորված է։ Իրական խաղաղությունը չի կարող լինել իշխանության փոփոխությունից կախված, այն պետք է հենված լինի ժողովրդի կամքի վրա, հանրային մասնակցության, բաց քննարկման և հաստատված մեխանիզմների միջոցով։ Սա հենց այնտեղն է, որտեղ պարզ երևում է համակարգային խնդիրը։ Մենք դեռևս կառուցում ենք պետություն, որտեղ ռազմավարական որոշումները կապված են անձերի, ոչ թե քաղաքացիների հետ։ Հարկավոր է մեկ բան՝ ժողովրդավարությունը դարձնել ինստիտուցիոնալ, ոչ խոսքային։ Այն պահից, երբ խաղաղությունը, անվտանգությունը և ապագան կստանան հանրային, թվային և մասնակցային հիմք, ոչ մի ընտրություն չի կարող դրանք դարձնել անորոշ։ Այդ ժամանակ պետությունը վերջապես կդադարի կախված լինել անուններից և կսկսի ապրել ժողովրդի որոշմամբ։